ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ եթե Իրանի հետ բանակցությունները ձախողվեն, Վաշինգտոնը կարող է վերսկսել ռազմական գործողությունները Իսլամական Հանրապետության դեմ։ Հնարավոր է, ես չերկարաձգեմ հրադադարը։ Շրջափակումը գործում է եւ ցավոք մենք ստիպված կլինենք նորից սկսել ռմբակոծությունները, ասել է նա պատասխանելով լրագրողների հարցին հրադադարի երկարաձգման հնարավորության մասին։ Եթե Վաշինգտոնն ու Թեհրանը չկարողանան համաձայնության գալ մինչև չորեքշաբթի օրը, հրադադարի համաձայնագրի ժամկետի լրանալը։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է. Միացյալ Նահանգների նախագահը 1 ժամում 7 պնդում արեց, որից 7-ն էլ կեղծ էր։ Այս ստերով նրանք պատերազմը չհաղթեցին եւ բանակցություններում անշուշտ ոչ միտեղ չեն հասնի։ Շրջափակման շարունակմամբ Հորմուզի նեղուցը բաց չի մնա։ Հորմուզի նեղուցով անցումը կիրականացվի նշանակված երթուղու հիման վրա եւ Իրանի թույլտվությամբ։ Նեղուցի բաց լինելը թե փակ լինելը եւ դրա կարգավորման կանոնակարգերը կորոշվեն դաշտում, այլ ոչ թե սոցիալական ցանցերում։ Լրատվամիջոցների պատերազմը եւ հասարակական կարծիքի ինժեներական վարումը պատերազմի կարևոր մաս են կազմում, իսկ Իրանի ազգը չի ազդվում այս հնարքներից։ Կարդացեք բանակցությունների իրական եւ ճշգրիտ նորությունները արտաքին գործերի նախարարության խոսնակի վերջին հարցազրույցում։ Պարսից ծոցից դուրս եկող տանկերների շարասյուն է արձանագրվել, որը շարժվում է Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտնում է Reuters-ը, հղում անելով նավերի շարժին հետևող տվյալներին։ Տեղեկությունների համաձայն շարասյունը ներառում է 4 հեղուկացված գազ փոխադրող նավ եւ մի շարք նավթամթերք եւ բեռներ տեղափոխող տանկերներ։ Marine Traffic հարթակի տվյալներով նրանց հետևում Պարսից ծոցից շարժվում են նաեւ այլ նավեր։ Նշվում է, որ այս շարժումը տեղի ունենում տարածաշրջանում լարվածության որոշակի թուլացման ֆոնին, երբ Հորմուզի նեղուցով նավագնացությունը աստիճանաբար վերականգնվում է։ Իրանը առաջին անգամ փետրվարի 28-ից հետո մասամբ բացել է իր օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար։ Տեղեկությունների համաձայն երկրի արևելյան հատվածում թռիչքները վերականգնվել են սովորական ռեժիմով, մինչդեռ արևմտյան օդային տարածքը շարունակում է փակ մնալ։ Միաժամանակ սահմանվել են հատուկ պայմաններ։ Իրան մուտք գործելուց 5 րոպե առաջ ինքնաթիռի պարտադիր նույնականացում եւ տարածքը լքելուց առաջ կապի հաստատում հարևան երկրի դիսպեչերների հետ։ Նշվում է, որ այս կանոնները գործելու են մինչև ապրիլի 25-ի առավոտը։ ԱՄՆ դաշնակիցները պետք է պատասխանատվություն կրեն Ուկրաինային աջակցելու համար, հայտարարել է Պենտագոնի պետքարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբին։ Կիևին հետագա օգնությունը չպետք է կախված լինի ԱՄՆ-ի զգալի ներդրումներից։ Նրա խոսքերն է մեջբերում Politico-ն։ Վերջինս կոչ է արել ամերիկացի դաշնակիցներին պատասխանատվություն կրել ֆինանսավորման եւ զենքի արտադրության համար։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոշտ հայտարարություններով հանդես է եկել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանելով ժամանակավոր քաղաքական գործիչներ։ Լուկաշենկոյի խոսքով արևմտյան առաջնորդները մտածում են կարճաժամկետ շահերի մասին եւ չեն առաջնորդվում իրենց ժողովուրդների երկարաժամկետ հետաքրքրություններով։ Նրա ձևակերպմամբ նրանք գալիս են եւ վերցնում ու հեռանում, ինչն էլ ըստ նրա բնորոշում է նրանց քաղաքականությունը։ Նա նաև նշել է, որ նախկինում Արևմուտքը փորձում էր սովորեցնել այլ երկրներին, սակայն այժմ իր կարծիքով հենց նրանք պետք է սովորեն։ Բելարուսի նախագահը հավելել է, որ քաղաքական գործիչների միջև որոշակի նախանց միշտ կա, հատկապես ժողովրդական աջակցության մակարդակի հարցում։ Նա ընդգծել է, որ արևմտյան առաջնորդների համար անգամ 60% աջակցությունը դժվար հասանելի ցուցանիշ է, իսկ իր գնահատմամբ դա ցույց է տալիս նրանց քաղաքական համակարգերի խնդիրները։ Ավելի քան 1 տասնյակ երկրներ պատրաստակամություն են հայտնել մասնակցել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը ապահովելու միջազգային առաքելությանը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, նշելով, որ նախաձեռնությանը աջակցություն է ցուցաբերվել շուրջ 50 երկրի մասնակցությամբ քննարկման ընթացքում։ Քննարկումը կազմակերպվել էր Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից։ Նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել է, որ երկրների հիմնական նպատակն է ապահովել նեղուցի բաց եւ անվտանգ գործունեությունը, առանց որևէ սահմանափակումների կամ վերահսկողության մասնավորացման փորձերի։ Նախաձեռնությունը այս փուլում չի ներառում ԱՄՆ-ն եւ Իրանը, սակայն դիվանագետները նշում են, որ իրականացման դեպքում անհրաժեշտ կլինի համագործակցություն նաեւ այդ երկրների հետ։ Առաքելության կոնկրետ ձևաչափը կքննարկվի Լոնդոնում նախատեսված հաջորդ հանդիպման ընթացքում։
Ռոմանոս Պետրոսյանը շուտով կհեռացվի հետ ժամանակավոր կառավարչի պաշտոնից, այս մասին հայտնել է այսօր ԵՄ։ Որոշումն արդեն կայացված է եւ կհրապարակվի առաջիկա օրերի ընթացքում։ Նա կնշանակվի այլ պաշտոնի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Ռոմանոս Պետրոսյանին 2025 թվականի հուլիսի 18-ին էր նշանակել ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ։ Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։ Նա մասնավորապես նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի եւ ունեցել է ռազմատեխնիկական համագործակցություն, որը ինչ-որ ժամանակ կամ քչացել էր կամ էականորեն ընդհատվել։ Մենք ունենք պայմանավորվածություն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործել, ասել է Փաշինյանը։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Վրդանես Սիմոնյանի Հակոբյանից եւ նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 անշարժ գույք, Երևան քաղաքում 4 շարժական գույք, 270,000 դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։ Նշվում է, որ նա մեղադրվում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու հրազենի եւ ռազմամթերքի ապօրինի շրջանառության եւ հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր իրացնելու համար։ ԴՕԿ կուսակցությունը հունիսի 7-ի համապետական ընտրություններին կմասնակցի վարչապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին առաջադրումով։ Այս մասին այսօր հայտարարվել է համագումարին, ներկայացվել են նաեւ կուսակցության падգամավորի թեկնածուների անունները։ Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան, հանդիպում ունեցել պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Պոլսո հայոց պատրիարքարանից։ Պոլսո հայոց պատրիարքն անդրադարձել է վերջին 1 տարվա ընթացքում հայ առաքելական եկեղեցու որոշ հոգևորականների եւ Հայաստանի կառավարության ներկայացուցիչների միջև առճակատումներին, այդ առնչությամբ հայտնելով իր մտահոգությունները։ Նշվում է, որ Սահակ arczepiskopos Մաշալյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հաշտություն եւ համերաշխություն կվերահաստատվի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Հայաստանի կառավարության միջև։ Պոլսո հայոց պատրիարքը նաեւ ընդգծել է Թուրքիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման սահուն ընթացքը ապահովելու կարեւորությունը, ապագայում դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումը, որը հույս պիտի ներշնչի տարածաշրջանի ժողովուրդների համերաշխ գոյատևման եւ միասնական զարգացման առումով։ Հայտնի են Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի առաջին 6 թեկնածուի անունները։ Առաջին հնգյակը ներկայացնում են Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Տաթև Սորյանը, Սամվել Աբրահամյանը, Ավետիս Ավագյանը։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է Հորմուզի նեղուցի բացմանը, շնորհակալություն հայտնելով Իրանին եւ նշելով, որ նեղուցը պատրաստ է ազատ նավարկության համար։ Իրանը հայտարարեց, որ նեղուցը լիովին բաց է եւ պատրաստ է ազատ անցման համար։ Շնորհակալություն հայտնել է Թրամփը, ընդգծելով իր դրական վերաբերմունքը այդ որոշման նկատմամբ։ Թեհրանը երաշխավորում է, որ Հորմուզի նեղուցը կմնա բաց, եթե ԱՄՆ-ն ընդունի տեղում առկա իրողությունները եւ հրաժարվի իր մաքսիմալիստական պահանջներից եւ Իրանի ինքնիշխանության խախտումներից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն։ Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի տարածքային ջրերում։ Այն Իրանի տարածքի մի մասն է եւ այն հազարամյակներ շարունակ բաց է մնացել Իրանի որոշմամբ։ Իրանը չափազանց վճռական եւ պատասխանատու խաղացող է։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այս նեղուցի միշտ բաց մնալուն, ասել է փոխարտգործնախարարը։ Այնուամենայնիվ, այժմ նրա խոսքով պետք է ընդունվեն նոր կանոններ։ Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը պահանջում է դա ոչ միայն անվտանգության նկատառումներից ելնելով, այլև անվտանգ անցման եւ շրջակա միջավայրի հետ կապված խնդիրների ապահովման համար։ Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո Ռուսաստանը կարող է վերախմբավորել եւ վերաբաշխել ռեսուրսները ռազմական գործողության համար, որը նպատակ ունի վերականգնել ռուսական կայսրությունը կամ խորհրդային միությունը։ Նման տեսակետ է հայտնել Շվեդիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միքայել Կլաեսոնը։ Ես նաեւ չեմ բացառում, որ նրանք կպատրաստվեն որևէ տեսակի ռազմական բախման, նպատակ ունենալով արդյունավետորեն վերականգնել այնպիսի պետություն, որը ենթադրում է աշխարհաքաղաքական ընդլայնում եւ նման
նման է հին ռուսական կայսրությանը եւ հնարավոր է նույնիսկ խորհրդային միությանը, ասել է զինվորականը։ Նա նաեւ հայտարարել է, որ Շվեդիան պատրաստվում է այն հնարավորությանը, որ Մոսկվան կարող է ցանկացած պահի փորձարկել դաշինքը եւ վերահսկողություն հաստատել Բալթիկ ծովի որևէ կղզու նկատմամբ։ Հետևաբար Շվեդիան պետք է զգոն լինի եւ Ռուսաստանին զսպի նման արկածներից Բալթիկ ծովում իր ներկայության միջոցով, կարծում է գլխավոր հրամանատարը։ ԱՄՆ-ն ցանկանում է թույլատնել Իրանի պաշտպանական կարողությունները հաջորդ պատերազմից առաջ, պահանջելով, որ այն դադարեցնի ուրանի հարստացումը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական խոսնակ Էբրահիմ Ռեզային։ Թշնամին Իրանի վրա ճնշում է գործադրում, հանելու կամ նոսրացնելու Իրանի հարստացված ուրանը եւ զրոյի հասցնելու հարստացման մակարդակը, որպիսի փորձի չեզոքացնել Իրանի զսպող ուժը հաջորդ պատերազմում, որպիսի ոչնչացման եւ քայքայման նախագիծը կարողանա անարգել առաջ շարժվել, հայտնել է խոսնակը։ Թրամփը հայտարարել է, որ դեռ չի որոշել, թե ով կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը, որը կբանակցի իրանցի պաշտոնյաների հետ համաձայնագիրը ստորագրելու համար եւ ենթադրել է, որ կարող է ինքը մեկնել։ Այս մասին հաղորդել է Bloomberg-ը, հրապարակելով ամերիկացի առաջնորդի հետ հեռախոսազրույցից հատվածներ։ Հարցին, թե արդյոք նա կմեկնի Պակիստան, որտեղ տեղի է ունեցել բանակցությունների վերջին փուլը, Թրամփը պատասխանել է. հնարավոր է։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի այն հայտարարությունը, որ Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատումը նրա պաշտոնավարման ընթացքում իր ամենամեծ նվաճումներից մեկն է։ Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի դադարեցնի օգնություն տրամադրել։ Սա մեզ համար շատ կարևոր է։ Հուսով եմ, նրանք չեն հրաժարվի այս պատերազմից, ասել է Զելենսկին։ Վերջինս հավելել է. ամերիկյան աջակցությունը կարևոր է ոչ միայն Կիևի, այլև Վաշինգտոնի համար, քանի որ այն թույլ է տալիս պահպանել կապերը Եվրոպայի հետ։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է սովորի ժողովրդավարության սկզբունքները իր երկրից։ Բելարուսական առաջնորդը կտրուկ գնահատականներ է տվել ամերիկյան քաղաքական համակարգին։ Վերջինիս խոսքով ԱՄՆ-ում հաճախ խոսվում է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասին, սակայն իրականում ըստ նրա իրավիճակը չի փոխվում։ Նա հայտարարել է, որ Բելարուսում ավելի շատ իրական ժողովրդավարություն եւ իրավունքներ կան, քան Միացյալ Նահանգներում։ Բելարուսի նախագահը նաեւ քննադատել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, նշելով, որ Վաշինգտոնի կողմից Իսրայելի գործողությունների աջակցությունը վկայում է հակասությունների մասին մարդու իրավունքների հարցում։ Նրա գնահատմամբ այս ամենը խոսում է ԱՄՆ-ում առկա դիկտատորական միտումների մասին։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ ապրիլի 20-ին Պակիստանում, հաղորդել է Wall Street Journal-ը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։ Թրամփի վարչակազմի պաշտոնյան ասել է, որ նրանք հավանաբար տեղի կունենան երկուշաբթի օրը Պակիստանում։ Axios-ը նախկինում հաղորդել էր, որ բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ Իսլամաբադում արդեն կիրակի օրը։ Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը հնարավոր է 1-2 օրվա ընթացքում, իսկ հանդիպումը նախատեսված է հանգստյան օրերին։ Ձերբակալվել են մանկավարժական պետական համալսարանի պրոռեկտոր Սմբատ Լպուտյանը, նրա որդին եւ այլ աշխատակիցներ։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ լիազորությունները չարաշահելու, խարդախության դրան օժանդակելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Արցախից բռնի տեղահանվածների բնակարանների համար ՎԶԲ 264.4 միլիոն դոլար դրամաշնորհ կտա։ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար Հայաստանի Հանրապետությունը վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի հետ դրամաշնորհային համաձայնագրեր կստորագրի։ Դրամաշնորհային համաձայնագրերով նախատեսվում է ապահովել շուրջ 109,000 փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ։ Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է ՎԶԲ եւ արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի միջոցների հաշվին։ Ֆինանսավորման գումարը կազմում է 264.4 միլիոն դոլար։ Առաջիկայում կարող են ավիաչվերթեր իրականացվել նաև Ստամբուլ, Գյումրի եւ հակառակ ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է, որ Ստամբուլ-Երևան չվերթների մասին պայմանավորվածությունն Էրդողանի հետ ձեռք է բերվել Չինաստանում կայացած հանդիպման ընթացքում։ Ինչ վերաբերում է Բաքվի եւ Անկարայի հետ հարաբերությունների զարգացմանը, Փաշինյանը կարծում է, որ ժամանակն է աշխատանքային օրակարգում ներառել թուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաների հետ շփումները։
Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատավոր Վահե Դոլմազյանը ավելի քան 5 ժամ քննելուց հետո որոշում է կայացրել երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը 3 ամիս ժամկետով եւ որոշակի սահմանափակումներով։ Դատարանը նաեւ թույլ է տվել, որ Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն հարցազրույցներ տա։ Կարապետյանը նշենք, որ 3 հայտարարել է՝ իմ ամբողջ կյանքում ես միշտ անձամբ եմ պատասխան տվել թե իմ խոսքերի համար, թե իմ արարքների համար։ Ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետևում։ Այս բոլոր քննարկումները, մեղադրանքները նույնպես վիրավորական եմ համարում, նշել է Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանի գործով դատական հաջորդ նիստը կկայանե ապրիլի 30-ին ժամը 14:00-ին։ Փաստաբան Արամ Վարդևանյանը նախորդին հայտարարել էր, որ ապրիլի 21-ին Ուժեղ Հայաստան կուսակցությունը հրավիրել է համագումար եւ կարեւոր է, որ մինչ այդ համագումարը Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին, սակայն երեկվա դատական նիստը հակառակը ցույց տվեց։ ԱՄՆ-ն Իրանի դեմ սկսել է տնտեսական զայրույթ գործողությունը Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու համար, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը։ Միաժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը սկսում է տնտեսական զայրույթ գործողությունը, Իրանի վրա առավելագույնի հասցնելով տնտեսական ճնշումը ԱՄՆ ողջ կառավարման շրջանակներում, ասել է նախարարը։ Վերջինս նաև զգուշացրել է Թեհրանին ԱՄՆ-ի կողմից ռմբակոծությունների արշավը սրելու պատրաստակամության մասին եւ կոչ արել հանրապետությանը խելամտորեն ընտրել։ ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը հետախուզական առաքելություններ է իրականացրել Սև ծովի վրա։ Տվյալների համաձայն նախազգուշացնող ինքնաթիռը, որը ապահովում է բոլոր եղանակային պայմաններում հսկողություն, կործանիչների ուղղորդում եւ մարտական կառավարման հնարավորություններ, մեծ հեռավորությունների վրա օդային թիրախներ հայտնաբերելով թռիչք է կատարել Թուրքիայի Կոնյա օդանավակայանից, թռել է երկրի Սև ծովի ափով եւ Բուլղարիայի վրայով։ Այնուհետև այն մտել է Ռումինիայի տարածք եւ սկսել է շրջապտույտ անել Ուկրաինայի հետ սահմանի մոտ։ Ավելի ուշ վերադարձել է Բուլղարիայի օդային տարածք։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եվրոպական երկրների անմիջական ներգրավվածությունը Ուկրաինայի շուրջ հակամարտությունում շարունակաբար աճում է։ Պեսկովի այս հայտարարությունը հնչել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակումից հետո, որտեղ նշվում էր, որ Եվրոպայի մի շարք երկրներում գործում են ուկրաինական ընկերությունների մասնաճյուղեր, զբաղված անօդաչու սարքերի եւ դրանց բաղադրիչների արտադրությամբ։ Ըստ ներկայացված տվյալների, նման արտադրություններ տեղակայված են առնվազն 8 եվրոպական երկրներում։ ԱՄՆ-ն իր գործընկերներին տեղեկացրել է զենքի մատակարարումների հնարավոր ուշացումների մասին, սեփական ռազմական կարիքները առաջնահերթ համարելու անհրաժեշտության պատճառով, հաղորդում է Reuters-ը, հղում անելով աղբյուրներին։ Հրապարակումը նշում է, ուշացումը կազդի մի շարք եվրոպական երկրների, այդ թվում Բալթյան երկրների եւ Սկանդինավիայի վրա։ Գործակալության տվյալներով զենքի մի մասը եվրոպական երկրները գնել են արտաքին ռազմական վաճառք ծրագրի շրջանակներում, բայց դեռևս չի մատակարարվել։ Թուրքիան կարևոր է համարում Ուկրաինայի հարցում դիվանագիտական նախաձեռնությունների շարունակությունը եւ Անկարան կաշխատի այս ուղղությամբ, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Նա նշել է, Թուրքիան այն երկիրն է, որին վստահում են եւ Մոսկվան, եւ Կիևը։ Մենք կշարունակենք մեր աշխատանքը այս ուղղությամբ, հավելել է Էրդողանը։ Իսրայելցի լրագրողները հաղորդում են Ռուսաստանի կողմից սպառնալիքի մասին, հարվածելու եվրոպական գործընկերներին, որոնք օգնում են Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ արտադրել, հաղորդում է իսրայելական Ynet հրատարակությունը։ Ռուսական կողմի տվյալներով Հայֆայում գտնվող ընկերությունը մատակարարում է ԱԹՍ-ների համար կապի հիմնական մոդուլներ։ Ռուսաստանը պնդում է, սրանք այն բաղադրիչներն են, որոնք սնուցում են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից օգտագործվող հեռակառավարման համակարգերը, նշվում է հրատարակության մեջ։ ԱՄՆ-ն եվրոպական շահերը դիտարկում է որպես երկրորդական միտք, մինչդեռ Եվրամիությունը մի շարք հարցերում դառնում է Թրամփի վարչակազմի հակառակորդ եւ ցանկանում է ՆԱՏՕ-ն դարձնել ավելի եվրոպական։ Նման տեսակետ է հայտնել ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը։ Միաժամանակ Եվրամիությունը համախմբվել է Եվրոպական հանձնաժողովի շուրջ, ինչը Եվրամիությունը վերածում է Թրամփի վարչակազմի հակառակորդի մի շարք հարցերում, Գրենլանդիայից եւ Իրանից մինչեւ մաքսատուրքեր եւ հիմնական արժեքներ։ Մի ժամանակ համեմատաբար միասնական արևմուտքը դառնում է դուալիստական, ԱՄՆ-ն գործում է առանց հաշվի առնելու իր եվրոպացի դաշնակիցներին, մինչդեռ դաշնակիցները իրենք դեռևս մեծապես կախված լինելով ԱՄՆ-ից պատրաստ չեն օգնել նրանց Իրանում կամ հրաժարվել Գրենլանդիայից, նշել է Պուշկովը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով պարտվեց խորհրդանական ընտրություններում, խոստովանել է, որ իր ամենամեծ ափսոսանքն այն է, որ Պաքշ 2 ատոմակայանի նախագիծը ավելի շուտ չի իրականացվել։ Նա ասել է, ատոմակայանը պետք է շատ ավելի արագ կառուցվեր։ Եթե այն կառուցվեր, Հունգարիայի տնտեսությունը այսօր շատ ավելի լավ վիճակում կլիներ, քանի որ երկիրը ավելի շատ էներգիա կունենար եւ այն ավելի էժան կլիներ։ Նշել է քաղաքական գործիչը։ Այն փաստը, որ սա տևել է այդքան երկար եւ մենք չենք կարողացել այն ավարտին հասցնել, ես համարում եմ կառավարության լուրջ ձախողում, հայտնել է Օրբանը։ Ամերիկյան Military Watch Magazine հրատարակության տվյալներով Ուկրաինայի հոպի արդյունավետությունը նվազում է ռուսական Իսկանդեր M հրթիռի կիրառման պատճառով։ Ուկրաինայի հոպը գնալով թուլանում է, նշվում է հրատարակությունում։ Հաղորդվում է, Արևմուտքը փորձել է ռուսական հրթիռային համակարգերը ներկայացնել որպես շատ ավելի սակավ հզոր, քան դրանք իրականում կան։ Հոդվածի հեղինակները հավելել են, իրական աշխարհի պայմաններում ամերիկյան հոպ համակարգերը չեն կարող արդյունավետ պաշտպանություն ապահովել Իսկանդերներից։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունն ու էկոնոմիկայի նախարարությունը տվյալներ են հրապարակել, թե 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը Ռուսաստանից եւ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով որքան ապրանք է ներկրվել Հայաստան։ Հրապարակվել են նաեւ Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան ներկրումների ցուցանիշները։ Պետական եկամուտների կոմիտեից եւ էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ Ռուսաստանից եւ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է բերվել 26295 տոննա իսկ Ադրբեջանից 9337 տոննա վառելիք, շեշտելով, որ տարածաշրջանային գործակցության եւ խաղաղության հաստատման արդյունքներն արդեն իսկ շոշափելի են ձևավորելով նոր հնարավորություններ տնտեսական զարգացման համար։ Մաքսային ծառայության տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետություն երկաթուղու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցման կարգով առաջին անգամ ապրանքներ մտել են 2025 թվականի նոյեմբերի 6-ին։ Ռուսաստանից եւ Ղազախստանից ներկրվել է 24865 տոննա ցորեն, 1362 տոննա պարարտանյութ, 68 տոննա հնդկացորենի ծավալ։ Իսկ Ադրբեջանից Հայաստան-Վրաստանի տարածքով երկաթուղու միջոցով 2025 թվականի դեկտեմբերի ամսից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը ներմուծվել եւ ձևակերպվել է 9337 տոննա ադրբեջանական ծագման վառելիք, ընդհանուր 7.2 միլիոն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, որից 5398 տոննան դիզելային վառելիք, 4.3 միլիոն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, 3939 տոննան բենզին, 2.9 միլիոն ԱՄՆ դոլարի մաքսային արժեքով, նշել են գերատեսչություններից։ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում ապրիլի 17-ին Ստամբուլում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք ազգային ժողովից։ Հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները, ներառյալ խաղաղության եւ կայունության ամրապնդման ուղղված քայլերը, ինչպես նաեւ առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը։ Ընդգծվել է միջխորհրդարանական միության դերը որպես միջխորհրդարանական համագործակցության կարևոր հարթակ։ Այս համատեքստում կողմերը բարձր են գնահատել ու երախտագիտություն հայտնել միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև երկխոսության ձևավորման ուղղությամբ նրա անձնական ջանքերի համար։ Խորհրդարանների նախագահները դրական են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև շփումները, որոնք սկսվել են 2025 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած նրանց հանդիպումից հետո եւ պայմանավորվել են շարունակել այդ շփումները։ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարեւորությունը երկու հասարակությունների միջև վստահության հետագա ամրապնդման համար։ Ապրիլի 16-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջադրման փաստաթղթեր չի ստացել։ Այս մասին փոխանցում են կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Ապրիլի 15-ին ԿԸՀ առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Ապրիլի 13-ից 23 ազգային ժողովի հերթական ընտրությունների առաջադրման ժամկետն է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն եւ բարձր պատասխանատվության կատարելու, հասարակական կարգի ապահովման եւ հանցավորության դեմ պայքարի գործում բարձր ցուցանիշներ ապահովելու համար, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա ապրիլի 16-ի կապակցությամբ ոստիկանության բարեկային ծառայության պետ ոստիկանության պետ Գևորգ Խաչատուրի Զաքարյանին շնորհվել է խաղաժամկետ ոստիկանության գնդապետի կոչում։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվա կապակցությամբ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, ցուցադրվել են ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության տարբերանշանները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի ներկայացուցիչների հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում այնքան լարված քննարկում է վարել, որ արդյունքում կորցրել է ձայնը։ Այս մասին հայտարարել է ամերիկացի սենատոր Լինսի Գրեհեմը։ Նրա խոսքով Թրամփը անձամբ է վարում բանակցությունները Իրանի հետ եւ մի քանի օր առաջ ունեցած հեռախոսազրույցը եղել է չափազանց թեժ։ Նա բարձր տոնով հայտարարել է, թե ինչ կլինի, եթե Իրանը շարունակի իր գործողությունները։ Զրույցը այնքան է սրվել, որ նա բառացիորեն կորցրել է ձայնը։ Նշել է սենատորը, հավելելով, որ չէր ցանկանա լինել այն մարդկանց տեղում, ովքեր գտնվում էին մյուս կողմում։ Ըստ Պոլիտիկոյի, ԱՄՆ-ն եւ Իրանը շարունակում են տարաձայնություններ ունենալ ուրանի հարստացման հարցում։ Վաշինգտոնը առաջարկել է 20 տարվա արգելք, մինչդեռ Թեհրանը համաձայնել է միայն 5 տարվա դադարեցմանը։ Եվրամիությունը մտադիր է շարունակել հակամարտությունը Ուկրաինայում մինչև 2030 թվականը, Ռուսաստանի հետ ռազմական բախման նախապատրաստվելու համար, առանց ԱՄՆ-ի միջամտության։ Այս մասին հայտարարել է Բելգիայի գլխավոր շտաբի պետ գեներալ Ֆրեդերիկ Վանսինյան, խոստովանելով, որ Ռուսաստանը չի հարձակվի Եվրոպայի վրա։ 2030 թվականը դժվարին ժամանակաշրջան կլինի Եվրոպայի համար։ Այդ ժամանակ հուսով ենք Ուկրաինայում պատերազմը կավարտվի, ասել է նա, նշելով, որ մինչև 2030 թվականը Եվրամիությունը պետք է կարողանա ասել Ռուսաստանի ղեկավարությանը, որ նույնիսկ առանց ամերիկյան պաշտպանության այն չի կարող հաղթել Եվրոպայի դեմ պատերազմում։ Վերջինս հավելել է, որ չի ցանկանա չափազանց վախեցնել բնակչությանը եւ նշել է, որ Ռուսաստանը չի հարձակվի Եվրոպայի վրա այսօր, վաղը կամ մեկ ամսից։ Լիբանանի ազգային լրատվական գործակալության հաղորդմամբ Իսրայելի բանակը խախտել է հրադադարը, հրետանային կրակ բացելով Լիբանանի սահմանային Խիամ քաղաքի վրա։ Հինգշաբթի երեկոյան Իսրայելը եւ Հեզբոլլահը հաստատել են 10-օրյա հրադադարի վերաբերյալ իրենց համաձայնությունը, որն ուժի մեջ է մտել ուրբաթ օրը ժամը 24:00-ին։ Թշնամու հրետանին կրակ է բացել Խիամ քաղաքի վրա, չնայած երեկոյան հայտարարված հրադադարին, ինչը հրադադարի համաձայնագրի նոր խախտում է։ Գրանցվել է 5 արկ, հայտնել է գործակալությունը։ Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է, որ Եվրոպայում անօդաչու թռչող սարքերի արտադրության վայրերին հնարավոր հարվածների վերաբերյալ որոշումը արդեն ընդունված է։ Նա նշել է, որ հարցը վերաբերում է միայն դրա իրականացման ժամանակին։ Նրա խոսքով վերջնական որոշումը կախված է Գերագույն գլխավոր հրամանատարից եւ հարվածները կիրականացվեն այն պահին, երբ դա անհրաժեշտ կհամարվի։ Նա ընդգծել է, Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որպեսզի Եվրոպայից Ուկրաինա մատակարարվի հարվածային տեխնիկա, որը հետագայում կկիրառվի Ռուսաստանի տարածքների դեմ։ Պատգամավորը նաև կարծիք է հայտնել, որ նման սպառնալիքները նվազեցնելու համար անհրաժեշտ է ուժեղացնել հարվածները ռազմական եւ կենսական ենթակառուցվածքների նկատմամբ։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում ապրիլի 19-ից 21-ին ժամանակ առ ժամանակ 23-ին կեսօրից հետո սպասվում է անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում մինչև 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Ապրիլի 22-ին 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում ապրիլի 18-ից 3-ը 19-ի գիշերը, 29-ից 3-ն առանձին շրջաններում, 19-ից 3-ը 20-ից 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 20-ից 21-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը եւ առավոտյան ժամերին կլինեն թացցյան տեսքով։ Ապրիլի 22-ին 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ից 20-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա եւս 3-ից 5 աստիճանով, 20-ից 3-ը կնվազի 4-ից 6 աստիճանով։